որը նախաձեռնվել է եւ ձեր նկատմամբ 3 հայտնի դարձավոր կենտրոնական Այս կողմ բանան են, եթե հնարավոր է։ նոր քրեական վարույթի վերաբերյալ դա մասնավորապես ինչն է առնչվում, ինչն է վերաբերում։ Հա։ Ճիշտ ասած, չգիտեմ ինչի մասին է, ընդհանրապես տեղեկություն չունեմ, տեղեկացել եմ մամուլից։ Երեկվա դատախազության հայտարարության մասին է խոսքը։ Այդ ինչի որ հետ են ուղարկել, այդ Կհան հետ է ուղարկել։ Ընդհանրապես գործի մասին տեղյակ չեմ, տեղեկացել եմ մամուլից, ընդհանրապես չգիտեմ։ Այսքան անգամ թե ինչ գործ է ձեզ։ Ընդհանրապես Իսկ այն քրեական գործերը, որ կային, պարոն Կարապետյան, երկու անձնագիր ունենալու վերաբերյալ չտալու։ Ոչ մի հրավեր այսքան ժամանակ չեմ ստացել, բոլոր այդ հարցման մեջ երկրները պատասխանել են, որ չունեմ ուրիշ երկրի անձնագիր, միակ անձնագիր։ Հետ կապված պարոն Կարապետյան, գուցե դրա մասով ինչ որ գործ են իրենք։ Չէ, մի անգամ իմ հիշելով կամ երկու անգամ մի քանի ամիս առաջ ինչ որ այցելություն եղել ու էլի չկա։ Պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյանը արդեն հայտարարել է։ Դա որևէ իրավական հիմքը որևէ բան չի փոխում Հայաստանում քրեական գործերի ստացվելու, գնալու, չգնալու, քրեական գործեր հարուցվելու մեջ։ Իրավական հիմքի բացակայությունը դեռ հիմք չէ, որ Հայաստանում մարդու դեմ քրեական գործ չլինի։ Հնարավոր է ուզում ենք ասեցնել դեր ազգային ժողով մուտքը եւ դեզանձեռնախելությունը ձեր Չեմ կարող ասել, տեղեկություն չունեմ։ Գործիքակազմը ամեն դեպքում լայնացնում են գործիքակազմը, բայց սին իրենք էլ ինձ թվում է այս ընթացքում պատկերացրել են մեզ բավականին սին պլաններ են։ Պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյանը արդեն հայտարարել էր, որ դուք մանդատը վերցնելու եք եւ մենք լսեցինք, որ 9-րդ գումարման ազգային ժողովի արդեն հայտնի է, որ Ռուբեն Ռուբինյանը կլինի ԱԺ խոսնակը, նախագահը եւ արդեն հայտարարել է, որ ձեզ իր խոսքով ասած դասիարակելու է այս խոսույթի պայմաններում ինչպես եք պատկերացնում ձեր աշխատանքը։ Չէի ուզենա այդ խոսույթին անդրադառնալ, բայց իմ վերջի խոսքերից մեկում անդրադարձել եմ, կարող է դնել եւ նայել։ Ամեն դեպքում շատ են հնչում տեսակետները, պարոն Կարապետյան, որ ձեզ բարդ փուլ է սպասում, երբ որ գնաք ազգային ժողով, որովհետև այդտեղ պատրաստ սպասում են ձեզ, չեն բացառում ծեծկրտուքը, ծեծվել է ձեր, այս առումով դուք ինչպես եք ընդհանրապես ընդդիմադիրների եւ մասնավորապես կներեք ամեն դեպքում մի բան կա կարևոր այս ամբողջ process-ի մեջ երբեք հեշտ չի եղել մեր process-ը առաջին իսկ օրվանից։ Ինչ վերաբերում է ձեր նշած բանին, կապրենք, կտեսնենք ով ում ոնց եւ ինչու։ Դուք եք այսինքն պարոն Կարապետյան պատրաստվում հայ նույն ոճով պատասխանել, եթե իրավի։ Դրանք մենք տեսնում ենք 21 թվին ձևավորված խորհրդանում շշերով իրար էին հարվածում, քացիներով էին իրար հարվածում, հա, նման իրավիճակում պատկերացնում եք։ Ազգային ժողովի գործիքակազմը բավական լայն էր, այո։ Մենք նաև ականատես եղանք խոսույթների առումով բավական նոր բառերի, նոր խոսույթների, որ ինչ-որ բաներ սովորեցինք նաև, որ չէինք լսել մինչև այդ։ Ամեն դեպքում մենք միտված ենք գլխավոր հասարակական նպատակը կատարելու, փոփոխություն բերելու եւ նաև ամենօրյա մարդկանց կյանքը լավացնելու մեր պայքարով։ Թե այդ ճանապարհին ինչպես կգնա, ինչպես կլինի, ով կուզենա խանգարել, մենք կգնանք այդ ուղղությամբ, ամեն ինչ կանենք, որպեսզի մեր հանրությունը ստանա միայն հպարտություն զգա իր ընտրության համար։ Ամեն ինչ կանենք դրա համար։ Չենք ուզենա որևէ խոսույթ լինի փողոցային խոսույթ, որովհետև երեխաներ են նայում, մեր ընտանիքի անդամներն են նայում, սակայն մեր հասարակությանը արդարացնելու այն սպասելիքն է, որ մեր հասարակությունը ունի, ու այն քայլերը, որ մենք պետք է անենք, դա անելու ճանապարհին մենք պատրաստ ենք բավական լայն ձևաչափերի։ Կներեք, ինչպես եք հակադարձել, օրինակ ենթադրում եմ իշխանականները ենթադրյալ ընտրակաշառքների թեման են անընդհատ բերելու օրակարգ ազգային ժողով։ Ինչպես եք դուք հակադարձել։ Ամեն մեկը այնտեղ նստած մարդկանցից, իշխանականներից իր ճակատին կրում է 50,000 գողացված ձայների դրոշմը։ Այն մարդիկ, ովքեր ուզում եմ ասեմ, ովքեր մտնում են 50,000 ապացուցված, գողացված ձայների դրոշմը։ ԲՀԿ-ն ոչ չմտավ ապացուցված։ Շատ լավ։ ԲՀԿ-ն ոչ չմտավ խորհրդարան, մեկ
թե երկու մանդատ նաև ձեր ուժին է ավելանում։ Մեր համար դա չի կարևոր եւ հետաքրքիր դա չի, մեր համար կարևորը լեգիտիմությունը եւ ընդհանուր թվականակի լեգիտիմությունը եւ պրոցեսների 50,000 գողացված ձայն կա։ Ապացուցված, դա չի եղել, որ մեկը մի հոգի, ասենք, դատական պրոցես կսկսվի 6 տարի հետո, ապացուցեն, որ այդպիսի բան չկա։ Ապացուցված 50,000 ձայն օրը ցերեկով գողացան Հայաստանի քաղաքացիներից։ Այդ դրոշմը այսօր, վաղը, մի տարի հետո, 2 տարի հետո մնալու է այդ մարդկանց ճակատին։ Պարոն Կարապետյան, ակնհայտ է, որ հենց դուք եք ղեկավարելու, հա, խմբակցությունը, կա արդեն այս առումով քննարկումներ, օրինակ փոխնախագահի առումով, չգիտեմ, հանձնաժողովներից որն եք նախընտրում։ Նպատակահարմարությունն է պետք է նայենք, թե արդյոք կա նպատակահարմարություն, թե չէ։ Մեզ իչքանով է դա օգնելու, մեզ կտրելու, ինչպես մենք ենք ասում, ԿՊ-ի թևերը կտրելու, տարբեր տեղեր, դիրքավորումները ԿՊ-ի կարողանալու սահմանափակել։ Եթե օգտակարություն տեսանք, կանենք։ Եթե ոչ, եթե փոփոխություն բերելու ճանապարհին դա մեկ քայլ առաջ չէ, դեռ այդ որոշումը չունենք եւ ինձ թվում է մինչեւ ԱԺ նիստաշրջանը այդ որոշումը արդեն կունենանք։ Քննարկման փուլում է դեռ։ Այո, քննարկում են երկու սցենարներն էլ եւ նպատակահարմարությունը։ Պարոն Կարապետյան, խորհրդարան, երբ որ գնաք լրատվամիջոցների հետ ինձ հասանելի ձևաչափով շարունակելու եք ձեր շփում աշխատանքը։ Կարծում եմ դա անխուսափելի է լինելու եւ սիրով հուսով եմ, որ մենք հնարավորություն կունենանք տալ կյանքը բարելավող տվյալներ, կյանքը բարելավող նորություններ, այլ ոչ թե անձնավորված ինչ-որ խոսույթներ։ Ամեն ինչ անելու ենք դրա համար։ Ամեն ինչ։ Կարապետյան, մանդատները վերցնելու հետ կապված նաև քննադատություններ հնչեցին, շատերը կարծում են, որ դուք չեք վերցնելու, խորհրդան չեք գնալու, քանի որ ձեզ օգտին քվեարկել էին, որպեսզի հենց դուք լինեիք իշխանության։ Այդ քննադատություններին ինչպես եք արձագանքում։ Շատ լավ է արձագանքում, մարդիկ ունեն սպասելիքներ փոփոխության, մենք հասկանում ենք դա, բայց միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, թե ինչ քայլ կա հետո։ Այսինքն փոփոխություն բերելու ճանապարհին ինչ կայլ կա, ինչպես մենք հայտարարել ենք, կուզեմ եւս մեկ անգամ ասել։ Ազգային ժողովում ընդդիմության ներկայությունը արմատական կարևորություն ունի, երբ որ փողոցում ժողովուրդը, Երևանի փողոցը պահանջում է իշխանության հրաժարականը, ազգային ժողովում պետք է падգամավորները քվեարկեն։ Եվ եթե չկա падգամավոր ընդդիմադիր, որը պետք է քվեարկի, ամբողջ փոփոխության հույսը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վրա է լինելու, ինչը գործնականորեն անհնար է, որ ԿՊ-ն գնա քվեարկի, որ ինքը գնա։ Այդ իսկ պատճառով եկել ենք այն տրամաբանության, չնայած իհարկե մեր մեջ էլ կար կարծիք, չեմ թաքցնի, իմ մեջ էլ կար կարծիք, որ հետագա իրենց ազգային ժողով գնալը ինչ նպատակահարմարություն ուներ այդ պահին, բայց երկար նայելով գործընթացին մենք հասկանում ենք, որ ազգային ժողովը գերի թողելով 100%-անոց ԿՊ-ական սարքելով, մենք ունենալու ենք այլ միջավայր մեր երկրում, դա անձնիշխանություն էր 100%-անոց։ 100%-անոց ազգային ժողովը դառնալու էր վերջնական իր խաղալիքը, ինչպես դուք տեսաք տասնյակ հայկական պետական կառույցների հետ, որ դարձել են ուղղակի խաղալիք, որը իրենց ֆունկցիան չի կատարում, անկախ ֆունկցիաները չեն կատարում։ Նույնիսկ փողոցում չենք տեսնում պայքար իշխանապողության։ Պատասխանեմ այդ հարցին։ Ինչպես մենք նշել ենք, պետք չէ անել քայլ այն ժամանակ, երբ դա առաջին իսկ հայացքից հնարավոր է, որ թվա հետակարա լուծման բերի, բայց չունես գործիքակազմ մինչև վերջ հասցնելու։ Մինչև վերջ հասցնելու գործիքակազմի լինելու պարագայում մենք հայտարարել ենք, որ փողոցը լինելու է մեկ անգամ, հնարավոր է տարբեր արարներով, բայց մեկ անգամ եւ վերջնական։ Մենք չենք ուզում հիասթափեցնենք մեր հայրենակիցներին, այն պոտենցիալը, որ կա, եւ արվելու է այն ժամանակ, երբ քաղաքական մեր տեսլականով ամենահարմար ժամանակն է երկրում այդ փոփոխությունը իրագործելու։ Վստահ եղեք, Հայաստանում ավելի մոտիվացված թիմ չկա փոփոխություն բերելու, քան մենք ենք։ Այսինքն սոցիալական խնդիրների սրման դեպքում, հա, պարոն Կարապետյան, այդպիսի օրինակ նպաստների, չգիտեմ, կտրեցին գործարաններ են փակում եւ այլն, այդ խնդիրները օգտագործելով, եթե սրվեն։ Քննարկումները Հայաստանում տեղի ունեցող իրավիճակը ցույց է տալիս, որ մեր հասարակությանը միայն պետք է իրազեկել, ճիշտ իրազեկել։ Ես ուզում եմ մեր հասարակությանը մի բան էլ ասեմ, ես պատասխանատվություն եմ զգում իմ վրա, որ
չկարողացա այն չափով իրազեկել, իհարկե ընտրակեղծիքները հաշվի առած, ճնշումները հաշվի առած, բայց պետք է այնպիսի տարբերություն լիներ, որ ընտրակեղծիքներն չազդեին։ Եվ ես պատասխանատվություն եմ զգում իմ վրա, որ պետք է այնպես իրազեկեմ, այնպես աշխատենք մեր հասարակության հետ, որ ընտրակեղծիքներն իրանց չփրկեն։ Դժվար գործ է, ամենադժվար գործն է, բայց եթե այս պատասխանատվության դաշտի մեջ մտել ենք, պետք է շարունակենք։ Պետք է հասնենք սկսած գործը ավարտենք, որովհետև չունենք ուրիշ երկիր, ունեինք 2 երկիր, մնացել է 1-ը։ Կարպետյան Բաքվից էլի կրկնել են Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը, քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն չունի։ Դուք բացառում եք օրինակ, որ ինչ որ այսպես տարբերակներ կմտածեն շրջանցելու եւ կգտնեն տարբերակ փոխելու օրինակ սահմանադրությունը։ Շրջանցելու տարբերակներ հաստատ ման են գալիս, բայց սահմանադրությունում սևը սպիտակով գրած է։ Եվ նաեւ մենք պետք է այնտեղ այնպես ամուր լինենք, որ Ալիևի պատվերով չենք ապրում այստեղ, մեր երկրի սահմանադրությունը չփոխեն։ Անկախության հռչակագիրը յուրաքանչյուր երկրի ծննդականն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը հռչակման օրը համարվում է պետական ամենամեծ տոնը։ Մեր երկրի ծննդական ասում է դուք քո ծննդականը ճղի։ Հետո մի օր գա ասի, բա որտեղ է քո ծննդականը, որն է քո լեգիտիմությունը, հիմքերը քանդի։ Ամեն ինչ անելու ենք, մեր падգամավորներն էլ, ովքեր ազգային ժողով են գնալու, գիտակցում են եւ կարծում եմ պետք է բոլորս գիտակցենք, թե ինչ կարևոր առաքելություն ունենք։ Ես նկատի ունեմ ԽՊ-ն գուցե կարողանա Մարդագողությունը բացառում է ամեն ճնշումների ընդհանուր յուրաքանչյուր ձև ինչ իրենց հասանել է, փորձելու են, բայց հենց պայքարի իմաստը դա է, որ ճնշման տակ, եթե դու Հայաստանում 2026 թվականին ընդդիմադիր գործիչ ես, պետք է ճնշման տակ չընկրկել։ նկատի ունեմ օրենսդրական փոփոխություններ անել։ Օրենսդրականի մասին պատասխանեցի արդեն նախորդ պատրաստ եմ եւս մեկ անգամ փորձելու են, բայց սահմանադրությունում շատ պարզ է գրված։ Մի քանի սահմանադրագետներից մենք ստացել ենք վերջնական պատասխանը առանց падգամավորների թույլտվության չեն կարող։ Պարոն Կարապետյան, եւ վստահ եմ ծանոթ եք լսել եք ռուս բլոգերի պրանկի մասին, երբ որ նշվեց, որ այդ պաշտոնյան ազգությամբ թուրք է, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ազգությունը նշելը արտաքին ուժերից բերված խոսույթ է եւ որևէ լավ տեղ չի տանում ձեր գնահատականը։ Այդ պաշտոնյան բազմաթիվ անգամներ հակահայկական ռեզոլյուցիաների կամ հայամետ ռեզոլյուցիաների դեմ է արտահայտվել։ Այդ պաշտոնյան խոսքի մեջ շատ ուրախացել էր եւ քննարկում էր մեր երկրի կաթողիկոսի, մեր երկրի ներքին գործերով, մեր երկրի կաթողիկոսի փոփոխության հարցը, ուր է հասել մեր երկրի ինքնիշխանությունը իրենց կողմից այդքան խոսույթով գովերքված, սակայն հողին հավասարեցված, որ մեր երկրի կաթողիկոսի փոփոխությունը, վեհապարի փոփոխությունը թուրք պաշտոնյաների հետ է թուրք պաշտոնյանը իրենց թույլ են տալի քննարկել դա։ Ինչ վերաբերում է ազգությունը նշելը, այդ մարդը հայտնի Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է։ Իրենք ի տարբերություն իրենց ամեն դեպքում միշտ հիշում են իրենց ազգը ու իրենց ազգային գաղափարը, իրենց թե որն է իրենց ազգային գաղափարը ու մեզ դիտարկում են իրենց ազգային գաղափարի շրջանակներում որպես երկիր, որը պետք է ինչ որ ձև բերել ուրիշ քաղաքական process-ների մեջ։ Իսկ մենք մեր երկրի առաջնորդը պետք է հիշի հակառակը, որ մեր 100-ամյա, մի քանի 100 տարի 1076 թվականից հետո մինչև այսօր մենք թուրքերի հետ ապրել ենք։ Գիտենք այդ երկրի ձևը։ Դրա համար մեզ պետք են երաշխավորներ իրենց հետ բանակցությունների մեջ։ Մեզ պետք է մեկը կողքից երաշխավորի, որտեղ այն թուղթը, որը իրենց հետ է, այդ թղթի արժեքն է չունի։ Ստորագրած։ Դրա համար պետք է երաշխավորներ իրենց հետ Ադրբեջանի հետ բանակցություններ։ Ինչ վերաբերվում է մնացող process-ներին, այդ
խոսույթի մեջ նաև շատ վտանգավոր բան ասեց թուրք պաշտոնյան, ասեց, որ մենք ամեն ինչ կանենք, որ ձեզ օգնենք Կարապետյանի դաշնակիցների դեմ պայքարում։ Սա խոսում է շատ բանի մասին, հայտնի է Ֆիդանը, որ ցանկություն է հայտնել, որ Փաշինյանը հաղթի։ Էլ ինչ պետքա լինի, որ մեր ժողովուրդը հասկանա, թե ինչա կատարվում, որ աշխարհ քաղաքական այն ուղղությունը, որ մենք գնում ենք, անցնում է Թուրքիայով։ Շնորհակալություն։